Ուղղակի շատ դժվար հարց է, կարծես հարց տաս, թե Հայկ, ով ես դու։ Դե արի պատասխանի, ով եմ ես։ Ես ակադեմիական երաժշտության ներկայացուցիչ եմ։ Ինձ հետաքրքիր է, օրինակ կոմոդնի նման ինչ-որ բա, որ ասես կարող է ջազ նվագեմ։ 2004 թվականին ես մի էտյուդ եմ գրել։ Ինձ հետաքրքիր է, իմ գործերը քեզ ավելի շատ ուրախություն են պատճառել, թե տխրություն։ Մենք միասին ենք ունեցել այդ, գիտեմ ինչ ես այդ հարցը տալի։ Հայկ ջան, դու ակտիվորեն ներկայացնում ես տարբեր երկրներում ժամանակակից երաժշտություն։ Տարբեր դահլիճներից հնչում է պրեմիերաներ, տարբեր կոմպոզիտորների հեղինակած ստեղծագործություններ։ Ինչ ես կարծում, ունկնդիրը վախենում է ժամանակակից ակադեմիական երաժշտությունից։ Այդ հարցը այդքան էլ ինձ չի հետաքրքրում, որովհետև իմ համերգներին գալիս են նրանք, ովքեր ուզում են լսել ժամանակակից երաժշտություն, եւ ես նվագում եմ նրանց համար, ես նվագում եմ ինձ համար, ով չի ուզում լսել ժամանակակից երաժշտություն, նա չի գալի եւ չի էլ հետաքրքրվում, եւ դա այդ հարցը ինձ չի հուզում։ Այսինքն իմ առաքելությունը չի ինչ որ հատուկ սովորեցնել ունկնդրին մարդկանց, թե ինչ է ժամանակակից երաժշտությունը։ Գուցե ժամանակին կար այդ միտումը, որ ես ցանկանում էի դա անել, բայց հիմա ես ավելի շատ անում եմ ինձ համար, որ ես վայելեմ առաջին հերթին երաժշտությունը, հասկանամ կոմպոզիտորին, հասկանամ կոմպոզիտորի լեզուն, աշխարհը եւ հետո այն փոխանցեմ իմ ունկնդրին։ Այսինքն եթե ճիշտ հասկացա, ոչ թե ունկնդրին, այլ իմ ունկնդրին, դրանք տարբեր բաներ են։ Դու մաքսիմում փորձում ես ոնց որ անկեղծ լինես թե քո հետ, թե քո լսարանի հետ, այսինքն քո լսարանը քեզանից ինչ սպասի ու չլինի որ նույնիսկ հենց քո լսարանը ինչ որ մի պահ հիաստապի ասի խի այս գործը նվագում։ Էսի Ես կարծում եմ, այո, ճիշտ ես Էդգար, որովհետև եթե անկեղծ չլինես, անմիջապես ունկնդիրը դա կզգա եւ կսկսի ընդվզել։ Իսկ եթե դու անկեղծ եղար քեզ հետ, ունկնդիրը կհասկանա քեզ, ես վստահ եմ։ Եվ իմ դեպքում միշտ այդպես է։ Ես շատ ուրախ եմ, որ նմանատիպ հարցից են սկսեցինք, որովհետև ասենց մի հատ շատ գլոբալ պատասխաներ էսի անկեղծությունը երաժշտության մեջ, ինքդ քո հետ, կարծում եմ էսի երաժշտությունից դուրս նաև այդ անկեղծությունը համենտեղ միայն կշահի մարդը եթե ունենա։ Եթե այն ժամանակ տարիներ առաջ, երբ ես նոր էի սկսում ժամանակակից երաժշտություն ուսումնասիրել կամ ընթացքում նվագում էի, ավելի շատ ելնում էի նրանից, որ թե որ գործերը պարտադիր պետք է նվագեմ, ես անկախ նրանից ես դա սիրում եմ, թե չեմ սիրում, սա ուրեմն պետք է անպայման նվագել, ունենալ նվագացանկում, դա հասկանալի է, դա գուցե այդ տարիքի համար կամ ուսումնառության տարիներին կատարողը պարտավոր է դա անել ունենալ, բայց արդեն երբ կայանում ես, երբ արդեն ուզում ես ինքդ քո ձայնը լսել, քո մտքին հետևել, այս հարցերը արդեն գնում են երկրորդական պլան եւ անկեղծությունն է, որ առաջին պլան է գալիս, արդեն փնտրում ես անկեղծ կոմպոզիտորների, սա ոչ միայն կատարող ես այս դեպքում, նաև փնտրող ես, որը փնտրում է անկեղծ կոմպոզիտորի լեզու։ Եվ այս երկու անկեղծ մարդկանց միացությունը տալիս է անկեղծ արդյունքներ։ Հայկ ջան, իսկ ինչ ես կարծում, զգացմունքային երաժշտությունը, դասական երաժշտությունը ոչ մերօրյա, նախատեսված է ավելի շատ վայելելու, հանգստանալու, իսկ ժամանակակից է մտածելու եւ այսպես կրկին լսելու, վերլուծելու, համամիտ ես այդ կարծիքի հետ։ Չէ, դե զգացմունքային երաժշտություն, ինչ է նշանակում զգացմունքային երաժշտություն։ Ավելի հեշտ ընկալելի։ Դասական ակադեմիականն էլ կարող է լինել, դոդեկաֆոնիան էլ կարող է լինել զգացմունքային։ Այդ
ասպեկտի հետ գուցե այդքան էլ համաձայն չեմ։ Ես հասկանում եմ, թե դու ինչ ես ուզում ասել, դու շատ քնքուշ, փափուկ ձևով ես, չես ուզում վիրավորել ոչ ոքի, բայց արի անկեղծ լինենք, եթե անկեղծ ենք, զգացմունքայինը դա չի իմ կարծիքով։ Չէ, համաձայն ես, թե ոչ։ Համաձայն։ Պետք է ասենք գուցե, չգիտեմ, երևի ժամանակակից երաժշտությունը, որովհետև մասսայական երաժշտություն կարող ենք ասել, դա իր անունն ունի, չկա դրա մեջ։ Մասսայական կամ փոփ երաժշտությունն էլ շատ լավը կարող է լինել, ես ինքս կարող եմ լսել եւ սիրել փոփ եւ մասսայական երաժշտություն։ Միայն լինի պրոֆեսիոնալ եւ որակով լավ արած գործ։ Ես հանգստանալ բառը օգտագործեցի։ Դու կարող ես հանգստանալ ժամանակակից երաժշտություն լսելով։ Ես քո երաժշտությունը կատարելիս լավ հանգստանում եմ։ Բայց քո երաժշտությունը մասսայական երաժշտություն չի, չէ՞։ Էլի եկանք այն մասին։ Շատ բարդ թեմա է իրականում, հակասական, բայց ինչ որ նաև շատ պարզ։ Ուղղակի ակադեմիական դասական ակադեմիական երաժշտության կոմպոզիտորական, այսպես տարբեր դպրոցի ներկայացուցիչների կարող ենք ասել կոմպոզիտորական ուղղվածությունները, որ գոյություն ունեն մեր այսօրվա երաժշտության մեջ, ինչպես բացատրեմ, իսկապես դժվար է։ Ակադեմիական բառը մի տեսակ մենք օգտագործում ենք ժամանակակից երաժշտության կողքին, փորձելով ընդգծել ինչը։ Ակադեմիական բառը ֆիլմերի ոլորտում էլ կա, չէ՞, ասենք ֆիլմեր հատուկ բան այդ Կանի փառատոնի համար նկարած կա ֆիլմեր, հոլիվուդյան ֆիլմեր, տենց մասսայական, ոնց որ ինձ թվում է դա էլ է, այս ուղղակի շատ դժվար հարց է, կարծես հարց տաս, թե Հայկ, ով ես դու։ Դե արի պատասխանի ով եմ ես ակադեմիական ուրեմն երաժշտության ներկայացուցիչ եմ, ակադեմիական երաժշտության, ակադեմիական ժամանակակից երաժշտության շատ դժվար է բացատրել, թե ինչ է ակադեմիզմը։ Ակադեմիզմը իր մեջ շատ շերտեր է պարունակում, չգիտեմ, կրթություն, պրոֆեսիոնալիզմ, փորձ, կենսափորձ, աշխարհայացք, մտածողություն, հոգեվիճակ, արդեն 6 հատ թվարկեցի, էլի կարելի է շարունակել։ Ինձ հետաքրքիր է, օրինակ, քո մոտ նույնն է, ինչ որ բա որ ասես կարող է ջազ նվագեմ, կարող է ինչ որ տենց հետաքրքրություն առաջացնի այլ ժանրը կամ ինչ որ ուրիշ բան մտածես, ասես այ կարող է էս էլ անեմ։ Ճիշտն ասած 20 տարի առաջ այն հարցը տալիս էր, ես հիշեցի, որ 2004 թվականին ես մի էտյուդ եմ գրել դաշնամուրի համար ջազային ոճի մեջ կար այդ ժամանակը, բայց շատ կարճ դա տևեց, ուղղակի այսպես դիպչել մի փոքր ջազային երաժշտությանը, սա նաև ինչ որտեղ ինձ համար փորձ էր, թե ես ով եմ ջազային երաժշտության մեջ, ես կարող եմ լինել ջազային երաժշտության մեջ, բայց ես հասկացա, որ ջազ երաժշտությունը իմը չի, չնայած դա շատ ես սիրում եմ լսել, շատ սիրում եմ, բայց որպես կատարող ջազային երաժշտությունը իմը չի, ես չեմ կարող այդ հնարավորությունները թե կատարողական, թե հոգեվիճակի ես չունեմ։ Այդ էմոցիոնալ տատանումները քոնը չէ։ Հա, բայց ես գրեցի, ես կարող եմ հորինել, նոտագրել հատուկ երկար մտածելով, թե ինչպես պետք է գրեմ, բայց իրականում ջազային երաժշտությունը այդ երկար process-ը չի սիրում։ Ի վերջո դա մի փոքր նաև իր մեջ էլի ակադեմիական տարրեր էր պարունակում, այմ ակադեմիզմից խոսեցինք, չէ, պարունակում էր դա, որովհետև ես ազդված էի Ջորջ Լիգետի էտյուդներից, այդ ժամանակ նվագում էի այդ էտյուդներից մի քանիսը, եւ որոշեցի, որ ես էլ էտյուդներ պետք է գրեմ, ուզում եմ գրել, որովհետև որպես դաշնակահար կարող եմ նվագել, որպես դաշնակահար, որպես կոմպոզիտոր կարող եմ գրել
երկուսն էլ ես կարողացա եւ 6 էտյուդ գրեցի, այդպես լիգեցի էտյուդներից ոգևորված։ Մեկը ջազային ոճի մեջ էր, դրանք կոչվում է հայկական ֆանֆարներ։ Այո, լիգեցի 4-րդ ֆանֆարներ էտյուդից, այսպես ազդված, ոգեշնչված, այո։ Իսկ հնչել է։ Այո, հնչեց, այդ տարի թե 1 տարի հետո համերգի ժամանակ կատարեցի դա։ Երբ բացում ես նոտաներ, որոնք երբևիցե չես տեսել, առաջին միտքը որ ունենում ես։ Ինչին ես ուշադրություն դարձնում, ինչ վրա ես կենտրոնանում, ինչ զգացմունքներ ես ունենում։ Դե առաջին հայացքից իմ կարծիքով մոտավորապես պարզ է լինում, թե գործը կանչում է քեզ, թե չէ, գործն էլ է քեզ նայում իր աչքերով, այդ թերթը նայում է քեզ, դու տեսնում ես դա։ Երբեմն այսպես վախենում ես, բայց այդ աչքերից երբեմն էլ սիրահարված նայում ես, շարունակում ես նայել ուսումնասիրել եւ այդպես ստեղծվում է կապը։ Իմ կարծիքով գործը կանչում է, գործը խոսում է միանգամից նոտաներ, առանց գործիքին դիպչելու, գործը միանգամից սկսում է երգել, միանգամից սկսում է նվագել։ Դու դա զգում ես, լսում ես, տեսնում ես, թեկուզ եթե դա մի փոքր տեղի ունենում, այս արդեն կապը ստեղծված է եւ դաշնամուրի առջեւ արդեն լիարժեք մատների միջոցով կարողանում ես տիրապետել գործին։ Դա օգնում է։ Բայց գործեր կան իհարկե, որ մի քիչ չենք հասկանում, չեմ կարողանում դեռևս հասկանալ, բայց հույսս չեմ կտրում, էլի նստում եմ դաշնամուրի առջև, փորձում եմ կերանալ դաշնամուրի միջոցով միգուցե գործեր կան, որ ընդունվում են իմ կողմից այդ էտապը անցնելուց հետո ոչ մի անգամից։ Ես օգտվեմ առիթից, հա, մենք բազմիցս համագործակցել ենք։ Ինձ հետաքրքիր է, իմ գործերը քեզ ավելի շատ ուրախություն են պատճառել, թե տխրություն։ Հա, իհարկե, չէ, ուրախություն։ Ես շատ ոգևորվել եմ քո ոգևորությունից, իմիջայլոց, քո ոգևորությունից, քո դրական տրամադրվածությունից, որ պատրաստական ես եղել համագործակցել, որ ինձ համար գործեր ես գրել, ես դրանից ոգեշնչվել եմ եւ իհարկե իմանալով քո երաժշտությունը արդեն հաջորդիվ գործերը պատկերացրել եմ, թե ինչպես կլինեն, որովհետև նախորդ թեմատիկ առումով խոսել ենք, բայց անսպասելի բաներ եղել են իհարկե։ Գիտես, քո գործերի մեջ կա մի բան, որ կապում են բոլորին, շղթայի պես այսպես բոլորը կապված են, բայց բոլոր գործերը տարբեր են։ Բոլոր գործերը տարբեր են, շատ հետաքրքիր է դա։ Ինչից ես ճանաչում, որ ինչ որ ձեռագիրը որն է, հա։ Իմ մասին հավատում, բայց հետաքրքիր է սկսել։ Ընդհանրական թեկուզ ձեռագրի մասը ոնց որ հասկանում որ ես եմ անում։ Դե դու ես նայում նոտաները։ Հա։ Որ առումով։ Որ ասում ես կա ինչ որ ընդհանուր բան բոլորի մեջ, այդ ինչն է, ինձ հետաքրքիր է, էլի։ Հա։ Դու հետ կարաս հետո էլ պատասխանես, բայց ինձ հիշեցրա, որ ասես էլի։ Այսպեսի մի հարց, համերգի ժամանակ սխալ նոտա, թե դալիճից հեռախոսի զանգ։ Թե տատիկի հազը օրինակ։ Տատիկի, հասկամ երեխայի լաց։ Հա, դրանք շատ տարբեր բաներ են։ Հա, ճիշտ է, չէ, հեռախոսի զանգից տոմա ամենա։ Ես կարծում եմ, չգիտեմ, երևի սխալ նոտա։ Սխալ նոտա։ Հա։ Ես ասում եի, չէ։ Ավելի քիչ է երևի թե մարդկանց այդ սխալ նոտան հոզում, քան հեռախոսի զանգը, չէ։ Նույն քեզ էլ երևի։ Հայք իսկ եղել են պահեր, երբ որ համերգը սկսվել է, բայց դու արդեն այդ օրը զարթնել ես ու հասկանում ես ոնց որ քո օրը չլինի։ Համերգը արդեն սկսվել է, դու նվագում ես, ինչ որ մի բան այն չի գնում։ Ոչ մի կերպ չես կարողանում հաշտ լինել ժամանակի, ներկայի այդ պահի հետ։ Ոնց ես կարողանում հաղթահարել, ունեցել ես նման օրեր, ելույթներ։ Մենք միասին ենք ունեցել այդ, գիտեմ ինչ ես այդ հարցը տանի։ Մեր վերջին համագործակցության համերգի ընթացքում էր դա, որ Մատենադարանում կայացավ համերգը,
Չէ, ասա ճիշտ եմ ասում։ Շատ անսպասելի արագ գնաց ժամանակը եւ Ոչ մեկից մտքով չանցավ, որ հա, չհասկացանք ինչպես արդեն սկսվել է, ինչու է արագ գնում, չենք ուզում ավարտվի եւ շատ բարդ համերգ էր իրականում տեխնիկական առումներով, որտեղ էլ գործեի նվագում, քո իդեպ գործներ հա պետք էր կառավարել, այդ ամեն ինչը անել, հեշտ չէր, հա։ Ես եթե ճիշտ եմ հիշում, Դաշնամուրի պեդալի հետ էլ, հա, ինչ որ խնդիր կար, ինչ որ ձայն էր հանում, դա էլ դժվար էր կառավարելը այդ ընթացքում, հա, բայց կարծում եմ, որ երաժշտությունը հենց երաժշտությունը, որ գործը սկսում էի նվագել, այդ ընթացքում էի մտածում դրա մասին, բայց միևնույն ժամանակ երաժշտությունը հանգստացնում էր ինձ եւ մտածում էի, որ ինչ լավ է, որ հարթ գնում է համերգը, ինչ լավ է, որ հոգեվիճակն էլ լավ է, թեկուզ եւ ժամանակը շատ արագ է անցնում։ Ափսոսում էի, որ գործը հեսա կվերջանա, այո, գործից հետո էի մի փոքր անհանգստանում, բայց հաջորդ գործին էլի սկսում էի հանգստանալ, այսպես ընթացավ այդ համերգը, կոնկրետ եթե խոսենք այդ համերգի մասին վերջին։ Այսինքն ավելի շատ լարվածությունը մինչև սկսել նվագելն է, հենց սկսում ես նվագել, քո մոտ ավելի հանգստանում է։ Այո, երաժշտությունը ամեն ինչ տեղն էր դնում։ Հայկ, իսկ հետաքրքիր է, դու կարողանում ես քեզ կողքից լսել համերգի ժամանակ, կողքից տեսնել, զգալ միջավայրը, հանդիսատեսին, ընկերին, կողքից նայել։ Թե ոնց որ էլ Դու ես եւ քո երաժշտությունը։ Գուցե համերգի սկզբում երևի գուցե, չէ, շատ քիչ ժամանակ վայրկյաններ կարող են դա այդ զգացողությունը կարող է տևել, գուցե սկզբում հասկանալու համար ամբողջությունը տարածության, տեղանքի, մարդկանց աուրան, կարծում եմ կարևորում եմ այդ մի քանի վայրկյանը, բայց շատ չեմ մտածում դրա մասին։ Ես դաշնամուրի առջև եմ եւ մեջտեղում եմ։ Այս հատվածում է տեղի ունենում ամեն ինչ։ Ես վստահ եմ, որ այս էներգետիկան էլ գնում է դեպի ունկնդիրը, կարծես վստահ եմ լինի, եթե գուցե համերգի սկզբում, որ այդքան էլ վստահ չեմ, ուզում եմ կառավարել այդ իմ եւ դաշնամուրի ամպիկը, ամեն ինչ տեղում է թե ոչ, ես վիճակի եմ փոխանցել այդ աուրան ունկնդրին թե ոչ, դրա համար եմ մտածում ունկնդրի հետ լայն վերցնել այդ ամպը, շարավիղը, այո, բայց վարկյաններ են տևում դրանք։ Ես երբ որ վստահ եմ, որ ամեն ինչ լավ է, խաղաղ է, տատիկի հեռախոսը կարծես թե չի զանգում, օքեյ։ Տատիկը չի հազում։ Հեռախոսն են ստեղա դրած, որ մի 2 րոպե անցնում է, մինչև հասնում է հեռախոսը։ Եղել է, որ ինչ որ մեկի կոնֆետի թուղթն է շեցի այդ ամպը փորձել ճեղքել կոնֆետի եղել է, այսպեսի դեպք եղել է, հա, կոնֆետի թուղթ Դանդաղ բացվող ճռճռոց, շատ անսպասելի ձայն էր, բայց արագ ամպը փակվեց։ Երկիր, որտեղ կապրի հայկը եւ երկիր, որը սիրում է հայկ կոմպոզիտոր դաշնակահարը։ Չգիտեմ, ինձ թվում է Հայաստանն է։ Չէ, գիտեմ, ինչի չգիտեմ, Հայաստանն է, վստահ եմ։ Էլի տարիներ առաջ ուսանողական տարիներին այդ միտումը, որ ինչ-որ տարբեր մարդիկ գնում են սովորելու, մնում են ապրելու, գուցե ես էլ էի մտածում դրա մասին, չես կարող չմտածել, որտեվ շուրջ բոլորը կա այդ երևույթը,
Բայց հետո տարիները ցույց տվեցին, որ Հայաստանը այն երկիրն է, որտեղ ես առավել լավ եմ ինձ զգում ստեղծագործելու, ապրելու համար։ Ինչ հաճելի է լսել նման բան։ Հայաստան։ Ժամանակակից երաժշտությունը գրված է, հիմա պետք է ասես ճիշտ է թե սխալ։ Ժամանակակից երաժշտությունը գրված է որպեսզի դաշնակահարը աճի։ Չէ, սխալ է։ Աճի, չէ, ինչ աճի։ Մի քիչ բացեմ։ Օրինակ միշտ նվագես Բախ, միշտ նվագես Շոպեն, միշտ նվագես, հա, այդ երաժշտությունը, որը մենք գիտենք, ռոմանտիզմ նվագես, միևնույնն է դաշնակահարը շարունակում է աճել։ Իսկ ժամանակակից երաժշտությունը, ոնց որ այդ ընդգծումով էլի, ունի նման միտում։ Դաշնակահարի աճը, նո հիմա դու դաշնակահար ես, դրա համար ենք ոնց որ ավելի կոնկրետացնում, ունի միտում ավելի կատարելագործելու կատարողին։ Հա, այդ առումով գուցե այո, որովհետև Այսինքն ճիշտ է։ Ստացվում է ճիշտ է, որովհետև ես առավել լավ հասկանում եմ դասականներին։ Ես շնորհակալ եմ ժամանակակից երաժշտությանը։ Այդ առումով գուցե այո, ճիշտ է։ Այսինքն ճիշտ է։ Դաշնակահարները սիրում են բարդ ստեղծագործություններ։ Սիրում են, երբ որ ավելի ոնց որ պետքա ավելին անես։ Նայած հնարավորություններ Ուրեմն սկզբում ես նայում ես, ասում ես ինչա գրել, հետո բայց եմ որ ասում ես, հա, ոնց որ կարելի է, էլի, տենց ուզում ես այդ զգացողությունը լինում, թե չի լինում, все-таки ես։ Եթե իմ մասին է խոսքը, ոչ չգիտեմ, իմ մասին է խոսքը։ Իհարկե, քո մասը։ Սիրում եմ բարդ ստեղծագործություններ, տեխնիկապես բարդ, ոնց որ ավելի է։ Այսօր ոչ։ Այսօր ոչ, բայց այսինքն այդ հարցը իմ կարծիքով գոյություն չունի, որտեղ ես ժամանակին սովորել եմ շատ բարդ պարտիտուրներ, դրանք Շտոքհաուզենի կլավերստուկներն են, Բուլեզի, ուրեմն սոնատներից երկուսը մասերով Քսենակիսի ստեղծագործություններից են, դրանք շատ բարդ ստեղծագործություններ, Անդրե Բուկուրեշլիևի պարտիտուրները, դրանք շատ բարդ ստեղծագործություններ են, էլի կարող եմ թվարկել, հա։ Այդ այն ժամանակներ, երբ որ ես ուզում էի ոտք գցել անպայման սայլպտիանեմ, իհարկե ես էլի շնորհակալ եմ այդ իմ զգացողությանը, որ ես դա արել եմ, շնորհիվ դրա ես կամ այսօր ով կամ բայց այսօր չեմ դնում այդ հարցը առաջնային, որ անպայման պետք է բարդ լինի ստացողությունը, դա պետք է հաղթանից դրա խնդիրը չունեմ իմ կարծիքով, էլի առաջին հերթին տրվում եմ անկեղծությանը, բարդը կարևոր չի, կարող է բարդ լինել, բայց անկեղծ չլինել, բայց կարող է բարդ լինել անկեղծ, ուրիշ հարցեր են, էլի, տարբեր բաներ են։ Իսկ եղել է, որ օրինակ բարդ լինի, բայց դու այդքան էլ չզգաս, բայց նվագես ամեն դեպքում։ Որոշես, որ պետք է նվագել կամ արժի նվագել։ Այդքան էլ չզգաս իրան, որպես երաժշտություն։ Կարծում եմ եղել են, դրանք մրցույթների ժամանակ պարտադիր ստեղծագործություններ էին սովորաբար լինում, հա, երիտասարդ ժամանակ, որ պարտադիր այդ ստեղծագործությունը գրվել է այդ մրցույթի համար, պետք է կատարենք։ Հիմա այդքան էլ չենք սիրել, բայց միևնույն է, ես այնպիսի մարդ եմ, որ ամեն դեպքում իմ ուսուցիչներ Ալեքսանդր Գուրգենովն էր ասում, որ ես մոխրագույն գործի մեջ էլ կարող եմ մի ինչ-որ համեղ պատառ գտնել եւ հրամցնել եւ ինձ եւ ընկնդրին։ Ես կարող եմ դա, ես գիտեմ, որ ես կարող եմ դա անել։ Հիմա այսօր արդեն ուրիշ հարց է, որ ես դա ուզում եմ անել, թե ոչ։ Սովորաբար, եթե չեմ հավանում, այդքան չեմ անում։ Իսկ կան նման միտում, երբ կոմպոզիտորը փորձում է գրել այնպես,
որ կատարողը մաքսիմալ տանջվի։ Կարծում եմ, հա, լինում է այդպես։ Իմ էտյուդները 20 տարի առաջ որ ես գրել եմ, այդ միտումով եմ գրել ես, որ բարդ լինեն, հատուկ բարդ, որպեսզի դաշնակահարը հաղթահարի այդ դժվարությունները, հա։ Ժամանակակից երաժշտության դեպքում ինչ ես կարծում, երբ կոմպոզիտորը դահլիճում է հատկապես, սխալ նոտա կա, թե դա ուղղակի այլ տարբերակ է։ Սխալ նոտա կարող է լինել, եթե գեղարվեստական մասին չի խանգարում միանշանակ, կարող է լինել սխալ նոտա, որտեվ համերգի ամեն ինչ կարող է լինել, դա չի հարցը, կարևորը գեղարվեստական մասին եւ կատարման ընթացքում կատարման ոճին, բնույթին չխանգարի դա նայած այդ սխալը ինչպես է մատուցում, հա, սա կարևոր հանգամանք է, կարծում եմ։ Իստում հաճախ ստեղծագործություններ կան, որ ունկնդիրը որպես սխալ չի էլ ընկալում եւ նույնիսկ հենց ամենայն սխալ նոտան էլ հնչի այդ պահին։ Հա, դե նայած ստեղծագործություններ կան, որ սխալը իհարկե ակնհայտ լսվում է, հա, չգիտեմ։ Ճիշտ է թե սխալ։ Հայկը իմ գործերը կարող է աչքերը փակ նվագել, բայց չի ուզում։ Ճիշտ է, գուցե, հա, ինչի՞ չէ։ Ճիշտ է, կարելի է։ Հա, չէ, ոչ թե չի ուզել, չեմ ուզել։ Չգիտեմ, այդ օղակի եմ ասում, որ ասեն, ինչի անգիր չի նվագում, ասենք այդ պահով էլ, ինչա միշտ նոտաներով, դա ինձ շատ են հարցնում, ինչա միշտ նոտաներով քո գործ են նվագում, չի ուզում։ Չէ, նոտայի կարիքը չկա, առանց նոտաների կարիքը չկա։ Մի տեսակ է դարաշրջան չի, ժամանակաշրջան չի մի տեսակ ոնց որ։ Հա, օրինակ առաջ Ինչ է։ Առաջ օրինակ դաշնակահարները հիմնականում առանց նոտաներ էին նվագում։ Կոնցերտներ, սոնատներ, այո, առանց նոտաներ էր դա լինում։ Իսկ ժամանակակից երաժշտությունը ընդհանրապես այդ պահանջը չունի։ Ժամանակակից երաժշտությունը սխալ է, եթե անգիր նվագվի, սխալ է։ Իհարկե նայած ստեղծագործություններ, կան ստեղծագործություններ, որ նոտաները խանգարում են, բայց նոտաները պետք է առջևում լինեն։ Սա ինձ համար այդպես է, չգիտեմ մնա ով։ Ինձ համար ես պետք է լավ իմանամ տեքստը, վստահ լինեմ տեքստի մեջ, բայց նոտաներին պարբերաբար ես պետք է հետևեմ, ես չեմ կարող չհետևել եւ դա պարտադիր պետք է հետևեմ։ Հատկապես երբ սոլո չես։ Հա, որովհետև տրվել հիշողությանը նշանակում է տեքստից շեղվել, դա խանգարող հանգամանք է ժամանակակից երաժշտության մեջ։ Իմ մոտեցումը սա է։ Դրա համար նոտաներ ունենալ առջև ժամանակակից երաժշտության մեջ պարտադիր է իմ կարծիքով։ Սխալ է, երբ նվագվում է հիշողությամբ, սխալ է իմ կարծիքով։ Ես էլի 20-25 տարի առաջ նվագում էի, փորձում էի անգիր նվագում էի։ Հա, մրցույթներին, որ նվագում էի, անգիր էի նվագում եւ ուսուցիչը զարմանում էր, թե ինչպես եմ անգիր անում, բայց ես հասկանում եմ, որ մի քիչ ես տեքստից շեղվում եմ, սկսում եմ համահեղինակ լինել այդ պահին, որովհետեւ ինքս նաեւ ստեղծագործող եմ եւ անգիր նվագել նշանակում է տրվել վերևին, ազատությանը, չգիտեմ, ամեն դեպքում ավելորդ լարվածություն, ավելորդ բաներ են դրանք։ Ուրիշ հարց է, որ եթե պարտադիր պետք է նվագվի անգիր, որովհետև օրինակ մրցույթ է եւ մրցույթի պահանջներից մեկն է, որ այդ ստացությունը պետք է կատարվի անգիր, դա ուրիշ։ Դա սովորաբար երիտասարդների մոտ է լինում, երիտասարդները ավելի ուժեղ հիշողություն միգուցե ունեն, չգիտեմ, ավելի արագ են կարողանում եւ այդ մեկ ստեղծագործությունն են սովորաբար ամբողջ մրցույթի ընթացքում դասական մրցույթներ են դրանք սովորաբար լինում։ Կարելի է մեկ ստեղծագործություն անգիր անել, հա, խնդիր չկա, հարց չկա։
ինքս ես այդպեսին եմ եղել։ Բայց այսօր այնքան մեծ է իմ նվագացանկը, որ ես անընդհատ տարբեր ծրագրերով նվագում եմ մեկ էս փառատոնին, մեկ են համերգին, մեկ էս ձայնագրությանը, մեկ են նկարահանմանը, չգիտեմ, այդքանը պատկերացնում ես անգիր նվագես, դա իմաստը չկա դրա։ Հայկ ջան, ինձ հետաքրքիր է օրինակ քո անցած ճանապարհը, քո երաժշտության բնագավառում այդ ձեռքբերումները ու այն ամենաառաջի քայլերից մինչև այսօր դու ինչ ես կարծում, դու բարդ ճանապարհ ես անցել։ Հա, այո։ Իսկ մի փոքր կարող ես պատմել, թե այդ ընթացքում օրինակ այդ ինչ որ տևողություններ են եղել, երկար ժամանակ ա եղել բարդ փուլը, կարճատևել, ոնց ես հաղթահարել։ Ինձ թվում է գործող մարդու համար կարևոր չի մասնագիտությունը, բոլոր ժամանակաշրջաններն էլ բարդ են, ինձ հիմա էլ է բարդ, ես հիմա այնքան տարբեր ծրագրեր եմ անում, որ օրվա մեջ հազիվ եմ հասցնում, հոգնում եմ հաճախ, բարդ չի, բարդ է։ Իսկ եղել է մի պահ, որ դու զգաս, որ հաղթահարեցիր, մի հատ մեծ քայլ դրեցիր։ Այո, միշտ է այդպես, որովհետև եթե այդպես չլինի, մենք ես դուք չենք շարժվի առաջ, չենք ապրի ուղղակի, չենք գործի, լայն առումով չենք գործի, եթե այդպես չլինի։ Մենք այսօր միասին չէինք զրուցի, եթե այդպես չլիներ, օրինակ։ Վաղը ես չէի ձայնագրի իմ նոր ալբոմը, չէի ձայնագրի, եթե այդպես չլիներ։ Այսինքն նորմալ է, կյանքն է այդպես։ Իսկ մի փոքր կարող է պատմես մեզ ինչ ալբոմ է։ Այո, հիմա աշխատում եմ Ալեքսանդր Սկրիաբինի երաժշտության հետ, որպեսզի ձայնագրեմ սկավառակ, այո, որ կթողարկվի հաջորդ տարի գարնանը, Սկրիաբինի առաջին օպուսից մինչև վերջին 74-րդ օպուսը, իհարկե ոչ ամբողջը, մեկ սկավառակում տեղավորելու համար որոշ ստեղծագործություններ եմ ընտրել, որոնք ներկայացնում են Սկրիաբինի ընթացքը օպուս 1-ից մինչև օպուս 74 Սկրիաբինի կերպարանափոխությունը, ձևափոխությունները, նրա երաժշտության ձևափոխությունները շատ հետաքրքիր էր ինձ, ես երբ 2-3 5 տարի առաջ, որովհետև առաջին անգամ Սկրիաբինի ամբողջական համերգ նվագեցի 5 տարի առաջ, երբ այդ ծրագիրն է անում, ինձ շատ էր դա հետաքրքիր։ Հիմա ես արդեն իհարկե գիտեմ ինչի մասին է խոսքը, ուղղակի ամեն անգամ ապշում ես եւ վայելում ես այդ կերպարանափոխումները, փորձում ես դու էլ մտնել դրա մեջ, հարցեր են առաջանում, շատ հարցերի երաժշտություն է Սկրիաբինի երաժշտությունը, այսպես շատ հետաքրքրված եմ Սկրիաբինով արդեն տարիներ է, այո, եւ որոշեցի ամփոփել սկավառակով, ալբոմով, որը ձայնագրել եմ վաղը չէ մյուս օրը կոնկրետ։ Հրաշալի, որը հասանելի կլինի հայ ունկնդրի համար։ Այո, էլի կարոտած այդ 5 տարի հետո կարոտացեմ, որպեսզի նվագեմ եւս մի համերգ Սկրիաբինի երաժշտությամբ Երևանում։ Անպայման ուզում եմ դա, գուցե արդեն կլինի սկավառակի շնորհանդեսի ձևաչափով կամ ուղղակի համերգ տեսնենք, բայց անպայման նվագել եմ, ես ինքս սիրում եմ դա եւ Սկրիաբինը իմ կոմպոզիտորն է այսօր։ Սա հա, մի քիչ երաժշտությունից երևի արդեն դուրս հարցա, դու քեզ երջանիկ ես զգում։ Երջանիկ, այո։
կատարյալ երջանիկ ինձ թվում է մարդիկ չեն լինում կամ կատարյալ դժբախտ մարդիկ կարծում եմ էլի չեն լինում կատարյալ ոչինչ կատարյալ ոչինչ դժբախտ կամ երջանիկ լինելու դե անցնենք բլիցին կարճ կամ գիշերային փորձ թե վաղ առավոտյան համերգ անպայման երևի գիշերային փորձ դասական կոստյում թե ժամանակակից սև total look էլ մտածում էի առավոտյան համերգի մասին շատ վատներ մի անգամ նվագել եմ Ֆրանսիայում առավոտյան համերգ հեշտ չէր դա պատասխանատու բան է բայց փորձին պատասխանատվությունը չկա դրա համար կարծում եմ ավելի հեշտ է գիշերային փորձը հատկապես ես գիշերային նկարահանում գիշերային մարդ չեմ հենց հակառակը գիշերային նկարահանում ունեցել եմ այս գրաբինի համերգը որ ամրակից գյուղում ուրեմն ռուսական եկեղեցու բակում էր նկարահանումը տեղի ունենում դա նկարահանվել է գիշերը ու շատ ցուրտ եղանակին դա ուղղակի շատ դժվար էր բայց հաղթահարեցի, հա, իհարկե դա այնտեղ ունկնդիր չկար, այդպես նկարահանում էր, process էր գնում, կանգառներով, ստոպերով, այդպես հանգստանալով բան։ Դրա համար գուցե ավելի փորձ գիշերային նկարահանում, գիշերային ինչ-որ մի բան, քան առավոտյան պատասխանատու համերգ։ Լավ, այսպես կարճ հարցը բլիցը դարձավ։ Լավ, նորից ասա։ Դասական կոստյում թե ժամանակակից սև total look։ Նայած ուր ես գնում, ինչ առիթով ուր կգնաս։ Համերգի համար, չէ՞։ Որտեղ ես քեզ ավելի լավ զգում։ Երևի երկրորդ ժամանակակից ավելի առօրյա։ Կոմպոզիտոր բեմում թե դահլիճում։ Բեմում թե դահլիճում, այսինքն որպես ունկնդիր, կոմպոզիտոր բեմում որպես կատարող, կոմպոզիտոր դահլիճում որպես ունկնդիր քո կոմպոզիտոր բեմում թե կոմպոզիտոր բեմում։ Ոչինչ բլից չի լինում։ Դու շատ եմ։ Ես եմ մեղավոր, ես եմ երկարացնում։ Եթե ժամանակակից երաժշտությունը մարդ լիներ, ինչ բնավորություն կունենար։ Կամ խառնվածք։ Դժվար է։ Չէ, դժվար չի։ Ինքը պատկերացնում է, ես հասկանում։ Ուզում եմ ինչ-որ մեկին Ահա, դες կոնկրետ անունով բանը։ Ես գնացի դեպի ժամանակակից 20-րդ դարի նկարիչների կողմ։ Այ իրենք հենց այդպիսինն են։ Եվ մեր վերջին հարցը։ Բոլոր մարդիկ իրենց տեսակի մեջ յուրահատուկ են։ Դու քո յուրահատկությունը ո՞րն ես համարում։ Համբերատարությունը եւ հանդուրժողականությունը։ Ինչ լավն ես։ Ոնց որ շնորհակալություն որ համբերեցիր եւ հանդուրժեցիր։ Ես այդ երկուսն չունեմ։ Չէ, ունես։ Առօրյայում առավոտյան նախաճաշին ինչ ես նախընտրում։ Առավոտյան սիրում եմ հաց կարակ մեղրով, սովորաբար այդպես է ինձ մոտ, բայց պարտադիր արդեն մի քանի տարի ես քրքում եմ խմում, սիրում եմ քրքում խմել հաց կարակ մեղրից առաջ։ Իսկ Հայկ քո ստեղծագործությունները այլ հարթակներում կան, երաժշտական հարթակներում, օրինակ մարդիկ կարող են Spotify-ով, iTunes-ով կամ գրեթե բոլոր հարթակներում կան իմ ձայնագրությունները։ Բայց դիսկի տարբերակով, ձայնասկավառակի տարբերակով
այսինքն կարիքը կա դեռ որ թողարկվի։ Եթե մարդիկ ունեն այդ սարքը, որով լսում են ուրեմն սկավառակը, նրանք գնում են եւ սիրում են ունենալ սկավառակի տարբերակ կոլեկցիայի նման ինչ կոլեկցիոներներ կան իհարկե, ովքեր գնում են սկավառակները, իհարկե կան, այո, կա։ Ես ինքս ճանաչում եմ մարդկանց, ովքեր հավաքում են ունեն, այո, տարբեր սկավառակներ եւ ունեն այդ սա եւ սիրում են լսել դրանով երաժշտությունը։ Բայց որ ամեն ինչ դեռևս կա։ DVD-ին չգիտեմ, գուցե CD-ն լավ չեմ ճանաչում այդ DVD, ուրեմն ասպարեզը կարող ենք ասել, հա, բայց CD կամ սկավառակի հայերեն, սկավառակի էսթետիկան ես հասկանում եմ։ Ինչ է, այդ երևույթը գիտեմ, հասկանում եմ։ Ես ինքս էլ սիրում եմ սկավառակը շոշափել, կարդալ բուկլետի, ուրեմն երաժշտագիտական տեքստ, բովանդակությունը, ծանոթանալ, նայել տառերին, շրիֆտ, հա, դրանք հաճելի բաներ են, պես որ սկավառակի էսթետիկան ես գիտեմ ինչ է եւ հարգում եմ եւ ըստ էության դա է պատճառը, որ դեռևս արտադրվում է եւ մարդիկ գնում են, սիրում են դա։ Հայկ ջան, շնորհակալ ենք հաղորդման հյուրը լինելու համար, անկեղծ զրույցի համար ենք շնորհակալ։ Շնորհակալություն Էլեն, Էդգար, ես էլ շատ ուրախ էի զրուցել։ Գիտեք, միշտ չի լինում առիթ զրուցել երաժիշտ հարցադրողների հետ, հարցազրուցավարների հետ, չգիտեմ, այսպես եթե կարելի է հայերեն ասել, հաղորդավարների, այս դեպքում լավ հաղորդավար եք դուք, երաժիշտագետ հաղորդավարների հետ, որովհետև ձեզ հետ իսկապես շատ անկեղծ ես լինում եւ գիտես, որ ինչպես է զգում քեզ հարց տվողը, դուք ես զգում եի, որ ինչքան լավ գիտեք ինձ եւ ինչքան եք ճանաչում ինձ, դրա համար էլ ստիպված էի անկեղծ լինել, այո, որովհետև ուրիշ դեպքերում փորձում ես վստահաբար անկեղծ չես, վստահաբար անկեղծ չես, դու գիտես, որ անկեղծ չես խաղում ես, բայց այսօր այո, ճիշտ է, քեզ անկեղծ էի։